Բարյարև իմ սիրելի հետևորդներ, ես այսօր համապատրաստից մտնում եմ եթեր, կապված, ինչպես արդեն վերնագրից հասկացա, կապված այդ երեխայի հետ, որ գտան դին ուրեմն գետից խեղդված վիճակում, ես նախ ուզում եմ ցավակցել իր ծնողներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ընտանիքի մոտ և գիտեք, կարծես ուզում ասեմ բոլորին, որովհետև բոլոր անհամբեր սպասում էին որևիցե պատասխանի, այս դեպքը այսպես մեծ հնչողություն ստացավ և գիտեք, շատերը սկսեցին շահագործել այս թեման, շատ լրատվամիջոցներ, էժանագին, իրենք շատ են, այդ էժանագին լրատվամիջոցները դնում էին երեխայի նկարներ և մարդիկ միայն ոչ միայն լրատվամիջոցներ, այլ նաև շատ մարդիկ, ասենք իրենց բլոգ ունեն, բլոգերներ են և որպեսզի դիտումներ ունենան, փող աշխատեն, այդ մարդիկ գնում էին դրան և լրատվամիջոցներ ևս դնում էին երեխայի նկարը, գրում էին, ասենք, այդ թեմայի շուրջ գտան երեխային որոնումներն են շարունակվում կամ ինչ-որ անկապ այսպեսի վերնագիր, բայց տվյալ նյութում, վիդեոյում երեխայի մասին ընդհանրապես ոչ մի ինֆորմացիա չկա և ես նկատեցի, որ մարդիկ գրում են, որ ինչ եք մեզ խաբում, չեք ամաչում, ինչ վերնագիր եք դնում, բայց այդ վերնագրին համապատասխան նյութ չեք ներկայացնում կամ ասենք միգուցե 15 րոպեվա նյութ ներկայացնեմ, բայց ասենք մի նախադասություն լինի կամ շատ 2-3 բառ, ու այդպես իրանք նկարը դնել, շահարկեն եւ այլն։ Ես միանշանակ ասենք ես ինձ նման բան թույլ չէի տա, եթե նույնիսկ ես անդրադարձա մի նախադասություն, նույնիսկ խոսեցի այդ մասին, եւս կարող է նկարը դնել եւ այդ մի նախադասություններ հենց դարձնել վերնագիր, այդպես արդարացնել, բայց ես ինձ նման բան թույլ չեմ տա, գիտեք, մեռած երեխայի հաշվին միջոցով ինչ-որ այդ ձևով դիտումներ ապահովել, ես նման էժանագին բաներից թույլ չեմ տալիս, դուք արդեն իմ հետևորդներ արդեն ինձ շատ լավ ճանաչում են կամ այլ տարբերակներ, որ ուրեմն ասենք, դե գիտեք արդեն սովորական թեմա դարձել գարշենքին, հոգեխանգարված գիժեն, մյուս խելապակասը բարև ձեզ, խոսքով կարգգծողներ, էքստրասենսներ, ուրեմն դիմում են գարշելին, այսինքն որ լրագրողը կարող է դիմել գարշելին, բնականաբար հազարապատիկ գարշելին, որովհետև նորմալ մարդը իրանք էլ չգիտեմ, ոնց փողոցից գնան ինչ-որ բոմժի հարցնեն, եթե հնարավորություն կարողան այդ բոմժը խոսա, իրանք այդ բոմժին էլ կհարցնեն, միայն թե դիտումներ ապահովեն և այդպես անպագորգոր ինչ-որ մի վերնագիր կդնեն, գարշելն էլ ինչ ասում, պետք է ինքն այս մասնագիտաբան տենց էլի տղոմի ամիսը չլրացած ներկված պաչնված պողնիկը դուրս եկավ ու եթեր ավել պակաս բաներ էր խոսում, ինչև է, ու ինքը ինչ ասում, ինչ-որ մի մութ սենյակում են տարել են պայլ անասունություն էլի, բայց ասեմ ինքը այդքան անասուն չի, ինքը այդքան տականք չի, որքան իրեն հարցնողը, որքան են լրատվամիջոցներ, որ դիմում են իրան, որովհետև էլ տարբերակ չունեն, չէ, ինչ-որ մեկից պետք է կարճեն, ինչ-որ մի գարշանքի պետք է դիմեն, հոգեխանգարված գիժը ասում էր, որ իրենց տան և կողքի շինության այդ արանքում ինչ-որ այդպիսի բան եղել, հենց մի խոսում է, ոնց որ թե ինքը տենց մի մասնագետ է ու կարծիք է հայտնում էլի, թե այ հայվաններ դուք ինչ գիտեք, որ ինչ-որ մի բան էլ ասեք, դե ես կարծում եմ հիմա հոգեխանգարված գիժ, գարշանք, ես կարծում եմ, որ դուք ձեր այդ ոչխարի հոտի հետ կարծում եմ միասին բառաչում եք դուք, կբառաչեք կամ կանեք դմդմփու, տգետներ, որը ժողովրդին համատարած խաբում են, և այն մյուս խելապակասի մոտ էլ գրել էր մեկը, որ լավ աստրոլոգ եք, ուրեմն ասեք գտեք երեխային, ասեք որտեղ է, ինչպես է մահացել եւ այլ, այդ ինֆորմացիան տվեք, մի իրեն շատ տենց խելացի կարծողներ, մեկնաբանությունները մարդիկ գրում են, իրենց թվում այնքան իրանք խելացի են, այնքան լավ գիտեն աստրոլոգիա կամ ընդհանրապես կարող են իրենց թույլ տալ խորհուրդներ տալու, որտեղ իմ մոտ ևս այդպիսի դեպքեր կան եւ գրել է, որ ինքը աստրոլոգ է, ինքը էքստրասենս չի, որ իբր ինքը չի կարող գտնել։ Հիմա ես ասեմ հատուկ այդ դեբիլների համար, այդ տգետների համար եւ մարդիկ այն բոլոր այն մարդկանց համար, որ մի ամտորեն, նույն իհարկե չգիտեն, տեղեկացված չեն, ծանոթ չեն աստրոլոգիային եւ իրեն կարծում են, թե դա միայն էքստրասենսը կարող է գտնել, բայց բացած մենք էքստրասենս չունենք Հայաստանում։ Ես նախորդ անգամ էլ ասեցի նախորդ վիդեոյում, ես հիմա եւս ուզում եմ նշել, որ աստրոլոգիայում կա այդպիսի բաժին, բացի ասենք
ուրեմն բժշկական աստրոլոգիայից, ընտրական էրիկտիվ աստրոլոգիայից, մունդան աստրոլոգիայից եւ այլ, այդպես երկար կարելի է թվարկել, ես իդեպ առանձին վիդեոն եմ, որ ես անդրադարձել եմ այդ տեսակներին, ուրեմն կա նաև մեկ այլ բաժին աստրոլոգիայում, որ գտնում է կորսված իրերը, կորած մարդկանց դու կարող ես գտնել։ Իսկ արդեն նորմալ էքստրասենսինգ արդեն կզգա դա որտեղ է, ինքը դա պիտի տեսնի, դա պիտի զգա եւ կոնկրետ գնականգնի այստեղ, ասի այստեղ է իրական մասնագետը։ Հիմա ես ինչու եմ անդրադառնում, բնականաբար վերնագիրը դրել եմ այդպես, բայց ոչ մի նկար բնականաբար չի լինի, որպեսզի ես այդպես ասացի ժամանակին քայլերի չեմ դիմի, որ դիտումներ ապահովեմ եւ այլն եւ այլն։ Ես գիտեմ, որ Հայաստանում 80% դեգրադացված է, դա շատ լավ գիտեմ եւ մասնագետ առավել եւս մենք Հայաստանում չունենք։ Ես իմ նախորդ վիդեոյում ասացի, որ ինձ մոտ ես այդ պահին զգում եմ, ու հիմա դուք կտեսնեք դա, ես այդ պահին զգում եմ եւ դա ասում եմ, այդ պահին ես տեղափոխվում եմ տվյալ անձի, էներգետիկ դաշտը մարմնի մեջ չասեմ, տեղափոխվում է քո էներգիան, դու տեղափոխվում ես այդտեղ եւ տեսնում ես ինքը ոնց է մահացել, ինչ է եղել։ Ես ուրեմն դա շատ կատարում է շատ արագ եւ այդ պահին, երբ ես ինֆորմացիան լսում եմ, մինչ կհասցնեմ մտածել, այդ ռեակցիան դա անմիջապես արագ կատարում, ես գիտեմ ոնց է տվյալ անձը մահացել։ Հիմա տեսեք ինձ գրեցին, ես ինչու եմ այս մասին խոսում, ոչ թե նրա համար արդեն գտել են ու ես ինչ-որ բաներ պետք է խոսամ, նախ ինձ շատ հարցեր են տալիս, որ ինքը իսկապես գետում է մահացել եւ այլ, ես ասացի կանդրադառնամ եւ այդպես համապատրաստեց, հիմա ես մտնում եմ եւ խոսում եմ այդ մասին եւ ասեմ, որ ամսի 8-ին նախ այսօր ինչ անդրադառնամ, որտեղ ես ձեզ մեսենջերով գել եմ, ես դա ձեզ ցույց կտամ, այսօր մայիսի 26-ն է, ահա 26-ը վուալա, վաղը կլինի նորալուսինը, մարսի օրը, իսկ այսօր Արեգորն է իմ օրացույցով եւ արևը բնականաբար, գիտեք, նաեւ իր մեջ երեխաներին է ներառում, երեխաների թեման եւ նաեւ կյանքի թեման եւ հիմա մենք խոսում ենք հենց երեխայի կյանքի ու մահվան մասին, այդ թեման ենք արտարծում, ես կարծում եմ արևը մեզ կօգնի այդ հարցում։ Եվ այսպես ինձ ամսի 8-ին գրում եմ հետևորդներից մեկը, առավոտյան արթնանում եմ, ժամը երևի 9-ն էր, ու այդտեղ կա ժամը կտեսնենք, առավոտյան ժամ էր եւ ես ստացա մեսեջը, կարդացի, որ ինձ խնդրում են երեխայի մասին ուրեմն որևիցե ինֆորմացիա տալ, նայել, ասել կամ խնդրել է, որ ես պարտադիր չի, որ ինձ դիմեն նոր, իդեպ ես իմ նախորդ հաղորդման մեջ ասացի, որ եթե ինձ չեն դիմում, ես իրավունք չունեմ։ Հիմա ես ձեզ ասեմ, որ եթե ես իմանայի, համոզված լինեմ, որ երեխան ողջ է, ուրեմն ես բնականաբար քայլեր կարող ոչ թե սպասել, որ երեխան մեռնի, ինչա թե ինձ չեն դիմում, հա, ասենց նման բան ես չի կարող ինձ թույլ տալ, բայց ես գիտեմ, որ երեխան մահացած է եւ չի խառնում, որտեղ եթե ինձ չեն դիմում, ես խառնվեմ, ինչ ասեմ, կամ ծնողները դեռևս հույս ունեն, որ կգտնեն։ Իդեպ իմ հետևորդներից մեկը Լիդան, որ ինձ գրել էր, որ կարող եք նայել, ասել երեխան ծնվել է, ինչ տվյալներն ինձ ուղարկեց, իհարկե ես քարտեզը նայեցի, բայց արդեն այդ կնոջ ես պատասխանելը, ես գրեցի վերջում կորուստ։ Եթե բացեք նայեք, հենց իր երևինքը արդեն հասկացավ, ես ուրեմն ներքևում գրեցի վերջում, նախադասության վերջում գրեցի կորուստ, այսինքն մահացել է։ Իսկ ինչու ես չէի բարձրաձայնում, որովհետև գիտեք ինձանից անխնաձևով գողանում են բոլորը, ոչ մի հոգեխանգարված գիժը կամ գարշանքը, այլ նաև մյուս խելապակսը կարգծողներ եւ այդպես բոլորը գողանում են ինձանից, սա ես արձանագրում եմ փաստ։ Եվ դրա համար ես չէի կարող բարձրաձայնել, որ ինքը գետում խեղդվել է, եւ դրա համար ես ուղղակի այդպես գրեցի կորուստ, ես հասկացրեցի եւ սպասում եմ, որ տեսնենք, թե ինչ են զառանցում իրենք։ Եվ իհարկե իրենք զառանցեցին հոգեխանգարված գիժը, մարդ, որ չգիտեմ, արժանապատվություն նամուսուներ գետինը մկմտներ քո տեղը տականք։ Եվ իհարկե գարշանքը, նա երկու ամնամուսներ, երկու այլասերված տորնիկներ իրար այտենց գտել են, սրանք դրա կյանքը մտնող, բամբասող, իրանցից ոչինչ չներկայացնող, իրանք որպես այդպեսին մասնագետներ չեն։ Եվ իհարկե ես ձեզ շատ խնդրում եմ, որպեսզի այս վիդեոն տարածեք, որպեսզի մարդիկ իմանան այն ուրեմն խաբեությունը, որ տարածում են, որ աստրոլոգիան չի կարող գտնել երեխա, միայն էքստրասենսներն են, դա այդպես չի, աստրոլոգիան ունի բաժին,
որը գտնում է կորած իրեր, կորած մարդկանց, իհարկե այստեղ մասնագետ չկա կոնկրետ այդ ճյուղը զարգացրած եւ կոնկրետ այդտեղ մասնագետ, ճիշտ է պրոֆեսիոնալ լավ աստրոլոգը դա գտնում է օժտված, իսկ սովորական աստրոլոգը այնտեղ պիտի հաշվարկներ անի գտնի, իսկ այդ մասնագիտացած մարդիկ արդեն կոնկրետ աստրոլոգները իրանց համար շատ ավելի հեշտ է, որտեղ իրանք մեծ պրակտիկա ունեն։ Ну իհարկե գիտեք յուրաքանչյուրը մեկ ասենք մունդան աստրոլոգիայում ավելի շատ հմտանում, մեկը էլեկտիվների աստրոլոգիայում կա ամեն դեպքում ասենք ինչ որ մի ճյուղ ավելի ուժեղ է լինում կամ բժշկական աստրոլոգիայում, որովհետև շատ կլինիկաներում արտերկրում ընդգրկված են հենց այդպիսի աստրոլոգներ, որոնք բավականին հմուտ են բժշկական աստրոլոգիայում եւ նայում են դիագնոզը տալիս են, կամ այս մարդուն ինչ է սպասվում, երբ կարելի է անել վիրահատությունը, ինչ հիվանդություններով է ինքը հիվանդանալու, ինչ է իր մոտ, շատ հանգիստ նայում են, ասում են իր մոտ սա է, ասենք շատ արագ է կատարում, արդեն բժիշկը գիտի որ դա այդտեղ հետազոտությունները անում են եւ ուրեմն այդ ամենը ավելի արագ է կատարվում եւ արդեն բնականաբար աստրոլոգը ասում է ինչպես անել բուժումը եւ այլն, այսինքն այդ բոլոր գիտելիքները բժշկի գիտելիքները հետ միացնում են եւ ունենում են շատ մեծ արդյունք։ Ուրեմն սա այսպես որ ձեզ հանկարծ չխաբեն եւ չասեն որ դա միայն էքստրասենսները կարող են գտնել, այստեղ աստրոլոգները անելիք չունեն։ Եվ այն մարդիկ ովքեր գիտեք նաեւ իմ մեկնաբանություններում մի մտեք եւ խորհուրդ մի տվեք, ես եմ խորհուրդ տալիս դա իմ մասնագիտությունն է եւ ինձ խորհուրդ մի տվեք, եթե ձեզանից խորհուրդ չեմ հարցնում, որտեղ եթե ես խորհուրդ եմ հարցնում ցանկացած բնակավարի համար, տվյալ մասնագետին եմ հարցնում, ոչ թե ում պատահի հարցնեմ կամ ով պատահի մտնի մեջ ինձ խորհուրդ տա։ Լավ, սա էլ էսպես ուղղակի օգտվելով առիթից սրա մասին ես բարձրաձայնում եմ եւ հիմա ես կներկայացնեմ այդ խոսակցությունը, որ եղել է, ինչ է գրել տվյալ անձնավորություն, դուք ինքներդ կտեսնեք, անցաթիվը երևում է մայիսի 8 եւ ես իմ պրոգնոզը կանխատեսումը ուրեմն արել եմ, ճշգրիտ ասել եմ, որ ինքը խեղդում է, ոնց է եղել, ես հիմա ճիշտ կլինի, որ միացնեմ եւ դուք լսեք ինքներդ, ահա ուրեմն ճիշտ ասած ես չգիտեմ իմ այս հետևորդի անունը անկեղծ ասած եւ հիմա դուք տեսեք թե ինքը ինչ է գրել, ահա ես դնում եմ ձեր աչքի առաջ, ահա կարող եք մեծացնել եւ ինքները տեսնել եւ իհարկե էկրանի վրա եւս դուք կարող եք տեսնել, որպեսզի նրանք ովքեր լավ չի երևում, իրեն կարողանան ուրեմն կարդալ, ահա, ես կարծում կարող եք ստոպ անել եւ կարդալ եւ ինչ եմ ես իրեն պատասխանել, սա իհարկե իմ պատասխանն է։ Բարև ձեզ, ես կարդացի ձեր գրածը, իհարկե ստեղ չափազանցրել եք, կատարել եք եւ այլն, կատարել մարդ չկա, բայց այդ ամեն ինչը դնենք մի կողմ, շնորհակալ եմ վստահության համար, բայց բնականաբար գիտեք, պետք է տվյալներ լինեն իր մասին, ծննդյան տվյալներ, ճշգրիտ ժամը պետք է լինի, որ ես նայեմ ու հասկանամ ինչա կատարվում, այս տվյալները պետք է լինեն, բայց ես ձեզ ասեմ, որ ես նկատեցի, որ գրել եք, բարկած էի դեռևս, նկատեցի, որ գրել եք ու ասեմ, որ ես նայեցի, շատ հետաքրքիր է, սկսեցի խեղդվել, տենց անկախ ինձանից հազվորվեց ու ես ոնց որ խեղդվում եմ։ Ահա, եւ հիմա ես զգացի, որ խեղդվում եմ, ես հիմա ուզում եմ ուրեմն միացնել հաջորդը։ Ամեն ինչից անկախ։ Լավ, այսքան է երևի։ Մի րոպե բերենք սկիզբ։ Հիշեցի իմ հասարու հետ կապված, ես ոչ թե դա կա, ասենք կա խոսում է շատ, ձայնս քաշում է, ասում եմ, բայց այդ րոպեին, երբ որ ես լսեցի, ձեր ուղարկածը կարդացի, մտքով ես գնացի տեղ ու այդ պահին ես ոնց որ խեղդում եմ, ես գոնե ոչ որ բան խեղդվում եմ, այդպիսի բան եղավ, դա սովորական հազար չէր, այսպիսի զգացողություն եկավ ու երբ մարդկային գիտակցությունը չի խառնվում պրիմիտիվ գիտակցությունը, այստեղ վերևից է գալիս այդ ինֆորմացիան, դա բոլոր դեպքերում ճիշտն է, ես դա զգացի, ես զգում եմ սովորաբար ով ոնց է մեռնելու երբ եւ այլն, ասենք
մոտ ինչա լինելու կամ եթե դա այդպես է, այդ ես այդ ամեն ինչը տեսնում եմ ու եթե ես մնացած ուրիշ խոսակցություններ են, ես չեմ ուզում եւ հիմա խնդրում եմ դուք նայեք ամսաթիվը, ֆիքսեք ամսաթիվը մայիսի 8-ին, ահա մայիսի 8-ին ժամը այստեղ արդեն տեսեք 12:34, ինձ գրվել է 8:14, նայեք գրվել է ուրեմն հեղինակը տվյալ անձ ինձ գրել է վաղ առավոտյան 8-ից, ես այդպես արթնացել եմ, ուշ եմ բացել հեռախոսը եւ կարդացել եմ մեսիջը, այսինքն դա դուք ինքներդ լսեցիք։ Հիմա դա ինչպես կատարվեց, ես հիմա ձեզ մեկնաբանեմ, երբ ես կարդացի, ես ձեզ ասացի իմ նախորդ հաղորդման ժամանակ, հիմա եւս նշեցի, որ երբ ինֆորմացիան գալիս է, իհարկե աստրոլոգիայում ուրիշ ձևեր կան, դա եւս օգտագործում եմ ես ինչ որ բաներ գտնելու համար, հաշվարկներ են եւ այլն, հիմա չմանրամասնեմ, բայց այստեղ իմ աստրոլոգիայի ունակությունները դրվում է մի կողմ, այստեղ գալիս է էքստրասենսի ունակությունները, որի մասին ես երբեք չեմ բարձրաձայնում, որտեղ դա ինձ պետք չի, ես չեմ սիրում իմ գովքը անել, եւ այստեղ երբ ինձ ասվում է ինֆորմացիան, ես ասեցի, երբ ինձ ասում են, ես այդ պահին անմիջապես ես տեղափոխվում եմ այդտեղ, այդ էներգիայի մեջ ես տեսնում ոնց այդ մարդը մեռնում։ Ու երբ ես տեղափոխվեցի այդտեղ, ես զգացի, որ ես խեղդվում եմ, ու գիտեք ինչ եղավ, ու դա եղել է շատ արագ, ինքը երեխա է, իր գիտակցությունը չի էլ բանանում, որ ինքը պաշտպանվի, փորձի դուրս գալ եւ այլն, ինքը ընկել է միանգամից, դա քաշել է միանգամից ու ինքը շատ արագ խեղդվել է, դա կատարվել է շատ արագ եւ այն վարկածները, որ իրեն գտել տարել են, հետո գցել եւ այլ ինչ-որ sense տարբեր վարկածներ են, ուրեմն տեսեք, ես ամսի 8-ին եմ սա ինձ ուղարկել, եթե ուղարկեին ամսի 5-ին, կամ ծնողները ինձ գրեին ամսի 5-ին, ուրեմն ես կասեի, որ հենց այդ ժամանակ էլ եղել է, բայց ինձ գրվել է 8-ին, ես պատասխանեմ 8-ին, եթե 8-ին ուրեմն ես դա տեսա, որ ինքը մահացել է, շատ արագ է դա կատարվել, քաշել է իրան եւ ինքը խեղդվել է, որտեղ ես այդ ժամանակ խեղդվում եմ ու ես զգում եմ, որ ես չեմ կարողանում ինչ որ մի տեղից բռնվեմ, չեմ կարողանում օգտվեմ, ոնց որ պարալիզացված լինեմ ու խեղդվում եմ ու վերջ։ Այսինքն ես այդ մահը, այդ երեխան որ մահացել է, ես դա ապրեցի։ Շատ ծանր է։ Դա համար ամեն մի կոնսուլտացիա անելուց կամ այդպես դեպքերի մեջ ես երկար ժամանակ լավ չեմ զգում։ Մեծ հաշվով այնց ցանկությունը չունեմ, որ ես այդ ամեն ինչը ունենայի, որտեղ դրանից ոչ մի լավ բան չկա։ Ինչևէ, այսպես եւ ես զգացի, որ երեխա մահացել է ու դրա համար այլևս անելիք չկար, դա համար ես ասեցի, որ եթե ինձ չեն դիմում, ես ինչ ասեմ։ Այսինքն ես գիտեի, բայց ծնողները սպասում էին, որ պիտի ուրեմն կարող է ինչ-որ մեկը տարել է, կարող է ինչ-որ մի ձևով իրենք երեխային գտնել, այսինքն այդ հույսը կա, ես հասկանում եմ, ծնողը այդ հույսը ունի, որ ինքը անպայման կգտնի եւ ինչ-որ առումով ուրախանում է, որ գետից չէին հանում երեխային, որտեղ հույս ուներ, որ ինչքան հիմարներ կար ստեղա տան մոտ, ոնց որ հոգեխանգրված գիժը տան եւ այլ շինության արանքում անգեվա գետինը մտնես դու հիմա ամաչում ես, թե էլի գոմշի կաշեն ժողովրդի ասած քաշել եք ձեր երեսին տականքներ։ Ինչևէ, գոնե ձեներ կտրեն, ասեն ես մասնագետ չեմ կարող, այսինքն ազնիվ լինեն ու ասեն չէ, դա ես այդ մասնագետը չեմ, ես կորած մարդկան չեմ կարողանում գտնել։ Հա, օքեյ, աստրոլոգ եմ, բայց այդ մասնագետը չեմ, այդպես ավելի ազնիվ ու մաքուր է, բայց ներկանը որպես ասում, գիտեք, այստեղ, կամ գարշան, կամ այդ գարշելի թքում են երեսիդ էլի ոչ մի բան, բայց գարշելին մեղավոր չի, մեղավորներ են լրագրող կոչված տականքները, որ գնում են գարշելին, կանչում են կամ գնում են ինտերվյու են վերցնում, այդքան ողորմելի, այդքան ցածրորակ, այդքան նողկալի իրավիճակ է այս Հայաստանում, նողկալի լրագրողներից սկսած արդեն հասկանալի ումից վերջացրած, լրիվ քանդված է այս երկիրը, քանդված, մասսաները 80%-ը դեգրադացված, դրա համար այս տականքները դուրս են եկել ջրի երես։ Դրա համար են իմ խելացի հետևորդները ինձ խնդրում, ասում են, Աննա, դուք բացահայտեք, պարզաբանեք այս ամեն ինչը, որ մենք իմանանք, որտեղ իրանք խաբում են, դուք խոսեք այս մասին, որ մենք իմանանք, մենք չգիտենք աստրոլոգիա, հիմա եթե ես չբարձրացնեի այս մասին, դուք չէիք իմանա, որ աստրոլոգիան ունի նման բաժին, ժողովուրդը չէր իմանա, իսկ դա համար ձեզ նորից խնդրում եմ տարածեք, յուրաքանչյուր դրեք ձեր Facebook-յան էջերում եւ տարածեք այս ուրեմն
ինֆորմացիա, որպեսզի մարդիկ իմանան եւ ի վերջո ես դες ասեմ, որ երեխան հենց առաջի օրվանից էլ ինքը հենց սկզբից ընկել է եւ ուրեմն խեղդվել է, որովհետեւ ես դա երբ կարդացի դա շատ արագ կատարվեցի, ես խեղդվեցի, ես հասկացա, որ ինքը խեղդվել է, որտեղ ես դες ասացի, որ եղել են դեպքեր, երբ ինձ ասել են, որ տվյալ անձը մահացել է, ես ասել եմ, որ չէ, ինքը մահացած չի, որտեղ ես այդ մահվան էներգիան չզգացի այդ մարդու, դա շատ արագ է կատարվում, այդ պահին ինչ ասեցի, դա է ճիշտ է, եթե ես հետո մտածեմ, վերլուծեմ եւ այլն, արդեն կլինի մարդկային տրամաբանություն եւ դա այդքան ճիշտ չի լինի։ Ինչ որ զգացի դա ճիշտ է։ Իսկ դա զգալու համար դա ուղղակի Աստված դա քեզ համար պիտի բացի, ես շնորհակալ եմ։ Իհարկե Աստծուն այս ամեն ինչի համար չնայած դժվար բան է, բայց նու այսպես։ Իհարկե խոսակցությունների գնացել է, ես այդ ամեն ինչը այդ խոսակցությունները չեմ ուզում դնել եւ գիտեք ինչը Աստված այս ամեն ինչը բերեց դրեց մարդկանց առաջ ամբողջ հայությունը դրա մասին տեղյակ էր այդ երեխայի եւ պարզվեց որ մենք ոչ մի նորմալ էքստրասենս չունենք, որովհետեւ եթե էքստրասենս լիներ կգնար կանգնեք ասել երեխան այստեղ է, եթե ինձ դիմեին ծնողները հենց առաջին օրը ես կգնայք կանգնեի ու կասեի այստեղ է, ես գիտեի արդեն որ գետնն անկել ու կգնայք ասեի որ այս մասում փնտրեք, ինքը ստեղ ինքը միանշանակ գետմա ուշտեղ է ոչ լսեք, ոչ ուրիշ բաներ, ինքը հենց այստեղ է։ Բայց ծնողները այդպես էքստրասենսներ եւ այլն դա արդեն իրանք գիտեն, ուրեմն դա այդպես պիտի լիներ։ Դրա համար ես լուրջ սպասում եի, որ դա կկատարվեր եւ ես ուրեմն այս մասին կբարձրաձայնեի, դա համար համապատրաստից մտա։ Եվ ձեզ մի բան ասեմ, եւս որ ես այսքան ժամանակ չեմ խոսել, որտեղ ես չեմ սիրում իմ մասին, այդպես խոսել, իմ գովքը անել, ես միայն փաստերն եմ բերում ներկայացնում։ Ուրեմն երբ ես սովորում էի դպրոցից ավարտել եմ կես ժամկետում, ես սովորեցի եւ կես ժամկետում ավարտեցի աստրոլոգիայի դպրոցը, դրսում եմ ես սովորել եւ այդտեղ ես արեցի բազում կանխատեսումներ, նույնիսկ Հայաստանի քարտեզը, որ ես բացահայտել էի, այդտեղ վերլուծեցի, իրանք նայում են ծրագրում չկա այդ ուրեմն այդ տվյալները դու աննամ որտեղից է վերցրել, մի խոսքով այնպես ես վերլուծեցի, որ ինձ հարցնում են, թե դու ինչ եղանակ ես կարդացել, ուսումնասիրել կամ ինչ դպրոց ես ավարտել, որ այդ ձևով դու վերլուծում ես, որտեղ յուրահատուկ վերլուծության ձև ունես, մտածողություն, մոտեցում։ Ես ասացի, որ ուղղակի դա ինձ բացվում է, ես ոչ մի այդպես ուրիշ տեղ չեմ գնացել սովորելու, ինքս եմ ասենք ուսումնասիրել եւ ուղղակի դա ինձ բացվում է եւ ես ասեմ որ այդտեղ նաեւ ես իմ մեծամիջան ժամը կարողացա իմանալ, դե մայրս չի հիշում, մորաքուրիս մի ուրիշ ժամ էր ասում, մեկը մի ուրիշ ժամ էր ասում եւ ասենք ես մտա ասենք մորաքուրիս ասած ժամը ես մտա, նայեցի եւ այնտեղ տեսա որ անձը մահացած է այսինքն ես դա տեսնում եմ, մտա տեսա, որ ասեցի չէ, ես չեմ, փաստորեն սա իմ ժամը չի, միանշանակ այս ժամը իմը չի, որտեղ այստեղ այս մարդը մահացած է, ես մահացած չեմ։ Մի խոսքով հասկացա, որ իմ ժամը նա է, մտա, մի խոսքով տեսա եւ գտա իմ ժամը, երբ որ հաշվարկել տվեցի, ես այնտեղ տվեցի ինձ հաշվարկել, ասեցին դու կանցնես կսովորես ինքդ արդեն կարող ես, ասեցի չէ, աշխատում եմ, սովորում եմ, ես քարտեզի հետ աշխատում եմ, ինձ պետք է իմանալ ճշգրիտ ժամը։ Եվ իրենք հաշվարկեցին, տեսան, որ ժամը նույնն է, ինչև այս ամբողջ այնտեղ կանխատեսումներ անելը իրանք ինձ երբ ես ավարտեցի, ինձ ասեցին, որ Աննա у тебя дар от Бога եւ դու շնորհ ունես Աստծոց եւ ես այդպես չմեծամտացա, որովհետեւ իմ առջեւ ես որպես մանկավար խնդիր դրեցի, որ առաջիկա 5 տարում կանես կանխատեսումներ կկատարվեն, նոր դու այդ ժամանակ իրավունք ունենաս քեզ այդ ամենից հետո, երբ այդպես բոլորի աչքի առաջ դու կանխատեսում կանես կկատարվեն քո կանխատեսումներ, նոր դու իրավունք ունենաս քեզ համարելու պրոֆեսիոնալ աստղաբան։ Ես այդպես խիստ եմ ընդհանրապես ինձ մոտենում եւ դրա մասին ես երբեք չէի ասել։ Եվ ինքը ավելացրեց, որ այդպիսի հազարավոր մարդիկ են ավարտել դպրոցի ուրեմն ընթացքում, գոյության ընթացքում, բայց ուրեմն այդպես օժտված մարդիկ երկուսն են, դու ես, որ Հայաստանում ես եւ մեկը, որ ապրում եւ աշխատում է Իտալիայում, հավանաբար ռուս կամ ուկրաինացի, այդպես չճշտեցի ես, ինքը ասեց, երկու հոգի, որ ունեն շնորհ։ Եվ Հակոբյան Աննան Հայաստանում հիմա աշխատում է Հայաստանում եւ այլն անում է կանխատեսումներ, Բոշեկը, որ ընդհանրապես աստրոլոգիա չգիտեն, գիտեք, այնտեղ ինձ տվեցին այդպես հիացած, այդպես բարձր գնահատական առանց նախանձելու, առանց ինչ որ մի բանի, հա, այդ գնահատականը տվեցին, ու դու գալիս ես այս Բոշեկի մեջ ու զգում ես այդ տարբերությունը, սարսափելի է,
զզվելի է, ես կասեի, գիտեք, նույնիսկ այդ մակարդակը։ Ու գայս բոշեկի մեջ իրանք հասկացան ով է Հակոբյան Աննան, դրա համար հարցակվեցին, բամբասեցին, փորձեցին ոչնչացնել անել, որտեղ Հակոբյան Աննան իրենց կեղտեր, այսպես անմա ջրիա երեսա դնում, մարդկանց ինֆորմացիա տալիս, մարդիկ հասկանան, թե իրանց ոնց են խափում, այսինքն իրանց ստերը, իրանց խափեությունները, իրանց մանիպուլյացիաները, որպեսզի ոչ մեկ չբացայտու տենց իրանք իմարացնեն, մտնեն մարդկանց գրպանները հազարավոր դոլարներով թալանեն մարդկանց, իրանց թալիսմաններով, չգիտես, հազարատ էջ են բացում ու մարդկանց թալանում ու խափում են։ Բարես բոն իմաստով, դա համար Աննան իրանց խանգարում էր, որտեղ Աննան ճշմարտությունն է ներկայացնում ու հասկանում են արդեն Աննայի մոտ իրանք հասկանում են, թե իրանք ոչնչություն են, այստեղ երբ որ դրվում է համեմատության մեջ, նոր դու հասկանում ես, թե դու ինչի վիճակում ես, մինչև համեմատությունը չի լինում, դու չես հասկանում քո մակարդակը, դա համար երբեք միասալավ ես, դու ավելի լավին կարող ես հանդիպել։ Ինչևէ, երբ որ գալիս է լավը, նոր հասկանում ես, թե դու ինչքան ցածր ես։ Կամ հակառակը ցածրի մեջ դու հասկանում ես ինչքան բաց ես։ Ինչևէ ինձ էս գնահատական են տվել, որի մասին ես միջև մա չեմ ասել, հիմա արդեն 6-րդ տարին է սկսվել, որտեղ ես 2020 թվականի հունվարից եմ մտել ասպարեզ։ Ես նոր հիմա դրա մասին բարձրաձայնում եմ, որտեղ չեմ սիրում իմ մասին խոսել, չեմ վազում էժանագին տաղավարներ, որտեղ ես ուրիշ տեղ եմ սովորել, ուրիշ կրթություն եմ ունեցել, ընդհանրապես իմ անցած ճանապարհը թատրոնում եմ աշխատել, դասավանդել եմ, սովորել եմ, համալսարաններ եմ ավարտել։ Հասկանում եք, սա է իմ անցած ճանապարհը, ոչ թե փողոցային ներմա բոշեքի նման, այսինքն երբ դու շփվում ես մարդու հետ, պետք է հասկանաս, այդ մարդը ինչ ճանապարհ է անցել, ինչով է հղկվել, ինչ միջավայրում է եղել։ Ես եղել եմ այնպիսի մարդկանց հետ եմ շփվել, աշխատել, որոնց հետ շատերը կերազեին, շփվեին։ Այդպիսի մարդիկ են եղել իմ միջավայրում։ Ինչևէ, ես հիմա նոր դրա մասին ձեզ բարձրաձայնեցի եւ փաստը դրեցի ձեր առաջ։ Եվ ինձ նույնիսկ հարցնում են մեկը գրել ռուս աստրոլոգը այսպեսի բան ասում, ընկերներ, սա նել անդրադառնամ ու եզրափակեմ։ Ինձ հետաքրքիր չի ով ինչ ասում, ես այնտեղ եմ ավարտել ու ինձ պետք չի զարմացնել ռուս աստրոլոգներով, լավ, երբ որ Ռուսաստանում, ասենք ինձ տվել են այդ գնահատականը, հասկացանք։ Գերմանիայի համատեղ դպրոց, Գերմանիայի հետ համատեղ դպրոց։ Հիմա այնպես որ ինձ մի զարմացրեք ձեր ռուսական ռուս աստրոլոգներով կամ հնդիկ, ուզբեկ, տաջիկ, չգիտեմ, այլ աստրոլոգներով ամեն մեկը իր տեղն ունի։ Ինքը ասում է, այն մեկն ասում է, հիմա ով ինչ ասում է, ինքն ասեք, սա ասել է, դուք ինչ կասեք, ես իրանց մասին ոչինչ չունեմ ասելու։ Այդ մարդը իր համար աստրոլոգ է, կանխատեսում անում, դու լսում ես, տեսնում ես համապատասխանում է կանխատեսումները, ուրեմն լսի իրեն, ես ինչ իրավունք ունեմ, ինչ որ մեկի մասին ինչ որ բան ասեմ։ Ես որ այն բոշեքը չեմ, որ դատի տամ, գողանամ կամ ինչ որ բան, ես իմը ունեմ, որտեղ ես կայացած պրոֆեսիոնալ աստրոլոգ եմ եւ ինձ այդ գնահատականը տվել են։ Եվ ես իմ կանխատեսումներով եմ դա ապացուցում, ես ինչ գործ ունեմ, թե այն մեկը սենց ասեն, մեկը սենց ինձ մի բերեք ու մի փաթաթեք իրանց ասածներն իմ վզին։ Ոնց որ գլոբալ ռուս աստրոլոգ հայտնի ասում էր, որ Հայաստանում ապրիլի պատերազմը լինելու չէ 24 թվականին, էլի ուրիշ բաներ ասեց, որ չկատարվեց։ Բայց ինչի՞ չեք գրում, ինձ որ տենց գրում ուղարկում եք, տեսեք, ես ինչը ասել ասենց են, բայց ինչի՞ չեք գրում այդ ռուս աստրոլոգներին, կամ ի մեջ որ գել ռուս աստրոլոգը այսպեսի բան ասում, դուք ինչ կասեք, ես ասի, ես իմ ասելիքը ասել եմ, ինքը հասկացա, որ սխալ է գործել։ Հիմա քո ռուս աստրոլոգի ասածը կատարվեց։ Արդեն դու գնա մտածի։ Եվ հոգեխանգված գիժն էլ լսեց գլոբային, վերցրեց, որ պատերազմա լինելու, ամիսներ շարունակ ասում էր պատերազմա լինելու գիժը ու պատերազմը չեղավ։ Հետո սկսեց լկտիաբար ինչ որ մանիպուլյացիաներ աներ։ Իրանման մի հատ անմակարդակ Դիշովի լրագրողի հետ։ Շելապայով։ Սկսեցին մանիպուլյացիան, ոնց որ գարշել են, ասում էր պատերազմ չի լինելու 2020 պատերազմը, դե մենք չէինք ուզում, ասենք այն լրբանը, գլխաշորով լրագրողի հետ, տականքները այսենց լցված են, այսենց լիքը, ծոփծոփում է ուղղակի, այնքան շատ են այս տականքները, խաբեբաները, լիքը։ Դա համար հակակշիռ Աստված բերել է ինձ այս բնակավարը, որպեսզի ես մարդկանց բացատրեմ, հասկացնեմ, բացահայտեմ, որ իրանց կեղտեր, իրանց խաբեությունները դուրս գա ջրի երես։ Այնպես որ կարող եք մտնել, ես նորից եմ ձեզ խնդրում տարածեք սա, որպեսզի մարդիկ իմանան, իմ հիմնական հետևորդները մասնավորապես դրեք ձեր Facebook-յան էջերում, տարածեք, որպեսզի մարդիկ իմանան, որտեղ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի իմ այս բացահայտումը չնիսի, ես թույլ չեմ տա Դիշովի լրագրողների հետ շփվել կամ վազել Դիշովի տաղավարներ։ Երբեք ինձ թույլ չեմ տա, որտեղ ես իմ արժեքը շատ լավ գիտեմ, որտեղ ես պատմություն եմ կերտում ինձ համար, իմ պատմությունը, ես ճանապարհ եմ անցնում, որպեսզի հետո հետ նայելուց ես չամաչեմ։ Այս հիմա եմ մտածում իմ անցող ճանապարհի մասին, որ ես անցնում եմ, ես ոչ
մեկի դատի չեմ տվել, ոչ մեկի չեմ գողացել, ոչ մեկի մասին վատ բան չեմ խոսել։ Այդ իրանք են իմ մասին խոսացել, դատի տվել։ Այսինքն դա իրանք պատմությունն է գրվում իրանք լկտության, փոխնկության մասին եւ իմ պատմությունն է գրվում։ Սա շատ կարևոր է, շատ դու ինչ ես, ինչ ճանապարհ ես անցնում, ինչպես ես անցնում քո կյանքը, ինչպես ես ապրում։ Ինչևէ, սա իմ մոտեցումն է եւ մի բան էլ ասեմ, քանի որ խոսում ենք այսպես հնարավորություն անձեռնել, ես ասեմ, որ ուրեմն երբ ինձ հարցնում են ժամը գրում են, եթե ժամը գրում եք, ես ձեզ ասցենդենտ ասում եմ նշանը, ասցենդենտը չեմ ասում ինչ աստիճանում է գտնվում, այլ ես ձեզ ասում եմ ուրեմն նշանը, որովհետև այստեղ սլաքը գիծը, կուսպիդը կարող գտնվի տարբեր գրադուսներում, բայց ինքը մնա մի նշանի մեջ։ Ну, ասենք պլյուս մինուս, եթե մեջտեղում ա լինում, ասենք 15 րոպե, 5 րոպե, ինքը այդ նշանից դուրս չի գալիս, գրադուսը փոխում է, բայց ինքը դուրս չի գալիս։ Ես ձեզ նշանը ասում եմ, բայց որպեսզի որևիցե կանխատեսում անեմ կամ դες ինչ որ ինֆորմացիա տամ, որ գրում եք, այս ժամին ձեր ասած ժամը ինձ համար հիմք չի, որովհետև ես գիտեք ինչ արդեն հոգնել եմ, գալիս են ասում, ես այս ժամին եմ ծնվել։ Մեկ էլ չգիտեք, ասենք ծնվել եմ ժամը 11-ից 12-ը կամ 12-ին եմ ծնվել, հա մամաս ասում է 12-ը, մեկը գիտեք չէ 11-ից 12-ը։ Դու ժամանակ ես կորցնում, դու իրան հարցեր ես տալիս, որպեսզի ժամը ճշտես, ասում ես լավ, դե մարդը հնարավորություն չունի ուրեմն վճարելու, լավ, օքեյ, եթե 5-10 րոպե ես ասում հարցեր կտամ կուղեմ, բայց ինձանից ճիշտ ինֆորմացիա այս դեպքում արդեն լրիվ ճշգրիտ ինֆորմացիա տարիների կապված, թե 5 տարի, 10 տարի կամ բիզնեսը բացել կամ վիրահատության գրած, երբ կնի ես ճշգրիտ չեմ կարող ասել։ Սա այսպես եւ հետո պարզում է, երբ որ հաշվարկում եմ, պարզում է, որ լրիվ ուրիշ ժամ է ու իրանք ասենք ոչ թե 11-ից 12-ն, այլ ասենք 10:30։ Ու պատկերացեք ինչքան ժամ է փոխվում ու լրիվ սխալ ինֆորմացիա ու այդ մարդուն ես լրիվ սխալ բան եմ ասում, այդ մարդու կյանքը խորտակվում է, ոնց որ անում են գուշակները։ Ինչ ժամ ասում ես, իրանք ասում են հա, նստում են, ընդ լրիվ խորտակում են մարդու կյանքը։ Դրա համար ինձ մի ասեք, որ այս ժամն է, ինչ կարաք ասեք, ես սա սենց անեմ, թե սենց չանեմ, ձեր տված ժամը ինձ համար ուրեմն հիմք չի, դա ոչինչ չի նշանակում, ես մինչև չհաշվարկեմ ժամը, հարց ու փորձ հարցեր չտամ, չհաստատ իմանամ ինչ է, ասենք, եթե դուք հաստատ գիտեք, որովհետև եթե Ամերիկայում եք ծնվել, Եվրոպայում եք ծնվել, այնտեղ հաստատ գրում են ժամը, եթե դա ինձ ասում են, ասեմ օքեյ, ուղղակի մի քանի հարցեր եմ տալիս եւ վերջ։ Իսկ եթե Հայաստանում չի կարող ճշգրիտ ժամ լինել, դա բացառվում է, այնպես որ ես նախորդ զգուշացեմ, եթե դիմում եք ինձ, որ իմացեք ժամը պիտի հաշվարկվի, ձեր ասած ժամը ինձ համար հիմք չի։ Այնտեղ որ ասում են այս ժամին եմ ծնվել, մի հատ կարող եք ասել ինչա ոնց է, չէ չեմ կարող ասել, որովհետև մինչև ժամը չհաշվարկեմ, ես չեմ կարող ասել։ Այստեղ պրոֆեսիոնալ աստրոլոգիա է եւ ոչ թե դիլետանտներ են, որ ինչ ժամ ասում են, էշեշ նստում է, չգիտի ինչ ասի, էլ չգիտի ինչ նյութ խոսա, ինչ խելացի ոչ մի բան չկա, գտա հոգեխանգարված գիժը գողանալով ինձանից, նստում է նմանակելով, նստում է այդպես բաներ ասում, որտեղ ինքը էլի թակարդ անգնում որպես անգրագետ, որովհետև պրոֆեսիոնալ աստրոլոգիա իրան նման բան չի կարող թույլ տալ։ Իսկ իմ մոտ պրոֆեսիոնալ աստրոլոգիա, եթե դու ուզում եք ճշմարիտ ինֆորմացիա, ճշգրիտ ձեր կյանքի մասին իմանալ եւ ոչ թե խորտակվի ձեր կյանքը, ուրեմն այստեղ պիտի հաշվարկվի ձեր ժամը, ամեն ինչը ճշգրիտ։ Նոր ես դրանից հետո անում եմ կոնսուլտացիա, անցկացնում եմ խորհրդատվությունը։ Սա ես ձեզ ասեմ, որ ելի ինձ չասեք, այ գիտեք այս ժամից այս ժամը, այդպես բան չկա, պիտի հաշվարկվի։ Կարող եք, չեք կարող, ես ոչինչ չեմ կարող ձեզ ասել։ Այսինքն այնտեղ որտեղ կոնկրետ ստույգ բան պետք չի, ես ասում եմ, այնտեղ որտեղ արդեն ես ձեզ պիտի ձեր կյանքի հետ ես գործ ունեմ ի վերջո, հասկանում եք, ես չեմ կարող ձեզ ուղղակի ինֆորմացիա տամ, հետո դու գնաք այդ քայլը անեք ու խորտակվեք, բայց չեք ասի Աննան ինչ ասում։ Հետո դրա համար ես իմ հեղինակությունը, իմ անունը գցեմ մի քանի կոպեկի համար, դա ինձ պետք չի։ Հասկացաք, դրա համար որ գրում են ինչ կլինի կամ Նարինե Նաջարյան կարծեմ տվել է ինչ կլինի ինձ բանն արել, հարգելի Նարինե Նաջարյանի հետևորդներից է, դուք ձեր տված ժամը ինձ համար հիմք չի եւ ուրեմն ես եթե դուք գիտեք ինչ կամ եթե ձեզ գործ են առաջարկել, սպասում եք, կասեք կլինի թե չի լինի, եթե չլինի ես ձեզ չեմ կարող ասել, գիտեք չի լինի, չի կարելի մարդուն տենց կոտրել, կարող է լինում է, որպես ես ձեզ հաստատ ասեմ, ես ինքս ձեր ժամը պետք է հաշվարկեմ, ինքս հաշվարկեմ ձեր ժամը, ես ձեզ արդեն կոնկրետ ասեմ, երբ տակ, երբ լինի, կլինի, չի լինի, կամ մի վերջո հուսացեք, որ հավատացեք, որ Աստված մի դուռ կբացի ու ձեր գործը կլինի, ինչ եք սպասում իմ խոսքին, թող ձեր հավատքը ձեր մեջ այնքան մեծ լինի, որ դուք ոչ մեկի խոսքին էլ չսպասեք։ Ու հավատակ, որ եթե ինչ-որ մի բան եղել է, ուրեմն դա կլինի։ Ну, այսպես ասեմ,
ավելի լուրջ հարցեր կան, էլի, ավելի լուրջ բաներ է աստրոլոգիան վերլուծում բացատրում, թե չէ ասեք կլինի, թե չի լինի, կընդունեն, թե չեն, այդպես մանկական հարցեր չեմ կարծում թե տեղին է, հա, որովհետև եթե դու ուզում ես աշխատանք, եթե դու ուզում ես եւ այլն, հասկանում եմ, մարդիկ հնարավորություններ չունեն, բայց լինում է ժամանակ տարվա մեջ մի անգամ, որ ես ուշադիր եղեք, ես ասում եմ, մարդկանց հնարավորություն եմ տալիս, ես ամեն տարի դա անցկացնում եմ, որ ես հնարավորինս մատչելի հաշվարկում եմ ծննդյան ժամը։ Այդ ժամանակ դա ձեր անձնագիրն է, դուք հենց չեք հասկանում դրա կարևորությունը։ Այդ ժամանակ կարող եք դիմել, ես իհարկե 10-ից կամ 5-ից կամ 10-ից ավել չեմ կարող վերցնել, որովհետև ինքը շատ ծանր պրոցես է այդ հաշվարկելը իմ առողջության վրա թանկ է նստում։ Եթե մի ուրիշը ինչ-որ ստից ինչ-որ բաներ անում, ես մի խոսքով դա ինձ վրա թանկ է նստում եւ առողջությանս վրա դրա համար ես բացի հաշվարկից ես պետք է կարողանամ մտնել իր էներգետիկ դաշտը ու ամեն անգամ մտնել դա ինձ համար դժվար է։ Դրա համար ես տարվա մեջ մի անգամ այդ հնարավորությունը ընձեռում եմ, այնպես որ ակտիվ եղեք եւ ուրեմն տվեք հաշվարկել, որպեսզի այսենց պահերին աշխատանքից եք դուրս գալիս, երկրից եք դուրս գալու, վիրահատության եք գնալու, շատ կարևոր հարցեր ունեք եւ այլն, այդ ժամանակ դուք արդեն ժամը ունեք փած, ձեր անձնագիրն է, դուք ձեր ժամը, օրը, ամիսը, տարին ճշգրիտ ունեք, արդեն ինձ տալիս եք, ես ձեզ արագ ասում եմ, այսպես, այդ ժամը չի հաշվարկվում, այ դա դուք պիտի հասկանաք, որ ձեր ծննդյան ժամը, ճշգրիտ ժամը իմանալը դա ձեր անձնագիրն է, որ դուք առանց անձնագիր չեք կարող տեղափոխվել մի տեղից մեկ կամ որևիցե գործարք անել չեք կարողանում։ Այ հենց սա է, որևիցե գործարք, որևիցե ինչ որ ցանկացած մի բան անելու համար դուք պետք է իմանաք ձեր ճշգրիտ ժամը։ Ինչ ասեմ, հնարավորությունները եթե չունեք, ուրեմն սպասեք տարվա մեջ միգուցե ամռանը, չգիտեմ, այսինքն այն պահը, երբ ես չեմ կարողանում ելույթ ունենալ, ասենք ինչ առողջական բաներով կամ միգուցե քաղաքում չեմ լինում, չեմ կարողանում նկարվեմ, այդ ժամանակ այդտեղ ժամանակ չեմ կորցնում, ես կարող եմ ասենք հաշվարկել եւ ձեզ ուղարկել։ Ես կասեմ դա որ ժամանակն է, որ ժամանակահատվածն է ու այդ ժամանակ դուք ինչ ասեմ, արագ պատասխանեք, որտեղ էլի արագ սպառվում է, այդպես մի անգամից գալիս են ու եղավ մի անգամ, որ մի ընտանիք էր, մի անգամից իրանք այդ 5-ն էլ վերցրեցին ու էլ արդեն մյուսներին տեղ չմնաց։ Մարդիկ ակտիվ էին, արագ եղավ այդ ամենը, այնպես որ դուք որոշեք եւ խնդրում եմ պրոֆեսիոնալ աստրոլոգիային լուրջ վերաբերվեք, սա գուշակություն չի եւ Աստված այս ամեն ինչը այս օրինակով, ոչ թե Աստված դա արեց բնականաբար դա կատարվեց, բայց Աստված այդ օրինակով այս երեխայի ինքը ցույց տվեց, որ Հայաստանում չկան մասնագետներ, բոլորը դիլետանտներ են, աստրոլոգի սկսած էքստրասենսներից վերջացրած։ Սա է ուզում ասել եւ սրա համար հենց ես մտա եթե եւ դուք ինքներդ կողմնորոշվեք ում լսել, ում չլսել։ Իսկ այն մարդիկ, ովքեր լսում են իրենց խափուն ասում են մենք ձեզ լսում ենք, ուրեմն այդ մարդը արդեն դեգրադացված, ոչխարացած վիճակում արդեն փրկություն չկա այդ մարդուն։ Այսքանը լավ եղեք, կհանդիպենք առայժմ։